հուշագիրը։ Եվ պարոն Հայրապետյան, մեկ այլ հարց ձեր ոլորտից դուրս, որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, սատարում եք Նիկոլ Փաշինյանին այս կաթողիկոսի շուրջ ստեղծված թեմաներով, թե ոչ, եւ ինչու օրինակ պատարակների չեք մասնակցում վարչապետի։ Եթե մանրամասնեք, օրինակ ինչ նկատի ունեք կաթողիկոսի շուրջ։ Հակակաթողիկոսական ակցիան, որ կաթողիկոսը խախտել է ըստ Նիկոլ Փաշինյանի կուսակրոնության ուխտը, զավակ ունի եւ կարկալույց արված է։ Օրինակ ես ձեզ մի հարց տամ, երևի իմ հարցի մեջ կգտնեք ձեզ համար ձեզ հարկավոր պատասխանը։ Ոնց եք պատկերացնում Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ կարող է լինել մի մարդ, ով կարող է դեմ լինել։ Ոնց եք պատկերացնում։ Բնականաբար լիոլի ես կիսում եմ քաղաքական թիմի եւ քաղաքական առաջնորդի ուրեմն մոտեցումները եւ պատարակների մասնակցությունը կամ չմասնակցությունը ընդհանրապես դրա հետ որևէ առնչություն չունի։ Ես կարող եմ ասել, որ ավելի քան 3 տարի է պատարակների չեմ մասնակցում, հետևաբար խոսքը ոչ թե Հովանավանքի պատարակի մասնակցել չմասնակցելու մասին է, այլ ընդհանրապես ավելի քան 3 տարի է, ինչ ես պատարակներին չեմ մասնակցում եւ ես այցելում եմ եկեղեցի, մոմնվարում, աղոթում եւ հաղորդակցում եմ իմ Աստծո հետ ավելի կարճ ժամանակով, քան պատարակների ժամանակահատվածն է, իսկ թե ինչու դա անձնական հարց է, թերևս ես կխուսափեմ ձեզ հետ այն կիսվելուց։ Այսինքն ժամանակի խնդիր չի, այլ հարց։ Ժամանակի խնդիր չէ։ Այո, այսինքն պայմանավորված չէ մեր օրյա ժամանակների առանձնահատկություններով։ Ես նկատում եմ ձեր զբաղվածության խնդիրը չի, այսինքն զբաղվածության պատճառը չի։ Այ հիմա դուք ուզում եք, որ ես մանրամասնեմ, ես թերևս այդ հարցի շուրջ, թե ինչու ես 3 տարուց ավելի կոնկրետ սուտ պատարակների չեմ մասնակցում, ես դա այդ մասին մանրամասնել չեմ կարող, դա խիստ անձնական է ինձ համար։ Բնականաբար ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ հավատացյալ մարդ, որ պարբերաբար եւ մշտապես իր Աստծո հետ հաղորդակցվելու անհրաժեշտություն եւ կարիք ունի, այցելում եմ եկեղեցի, աղոթում եմ, բայց ոչ պատարակների ժամանակ։ Ժամանակին դեռևս ուսանող ժամանակ տարեկան մի քանի անգամ ուխտագնացություններ արել եմ իմ տնից դեպի Էջմիածին նաեւ մասնակցել եմ պատարակներին, այս պահին դա ինձ թույլ տալ չեմ կարողանում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ լավ օրենք։